Ձեր երեխան ցածր գնահատական է բերել դպրոցից, ինչ անել։ Դե առաջինը, եթե նման գնահատական սպասվում էր, ապա ոչինչ չանել։ Գնահատականը ընդհանրապես փաստ է, ընդհանրապես փաստում է այն, որ երեխան ունեցել է խնդիր սովորելու ընթացքում։ Խնդիրը գնահատականը չէ։ Խնդիրն այն է, թե ինչն է բերել նրան, որ եւ դուք, եւ նա, եւ ուսուցիչը գիտեիք արդեն, որ երեխան վատ է սովորում, խնդիրներ ունի, բայց ոչինչ չեք արել, ոչինչ չի ստացվել, կամ արել եք սխալ բաներ եք արել։ Այդ գնահատականը երեխային է, չէ։ Այդ գնահատականը բոլորինն է, ուսուցչինը, ծնողներինը եւ երեխայինը։ Հիմա եթե երեխան բերել է անակնկալ ցածր գնահատական, դա ինչ է նշանակում։ Դե, եթե անակնկալ նշանակում է բոլորի համար է անակնկալ, ներառյալ երեխայի։ Կամ երեխան գիտեր, որ ցածր գնահատական է ստանալու, բայց ոչ ոքի չէր զգուշացրել։ Ուրեմն սա երրորդ տեսակի խնդիր է։ Հիմա եկեք սկզբից անդրադառնանք նրան, թե ինչ անել, եթե երեխայի գնահատականը անակնկալ վատն է։ Իհարկե, իրենց փոխել, օգնել եւ աջակցել։ Ինչ անել, եթե երեխայի գնահատականը անակնկալ վատն է եւ երեխան կանխատեսում էր դա, բայց մնացածները ոչինչ չգիտեին։ Հասկանալ ինչ է պատահել, ինչու են հապակցնում, ինչ է կատարվում իր կյանքում, ինչ պատահեց, որ լավ սովորող երեխան նման խնդիր ունեցավ։ Մի խոսքով միշտ արձագանքը վատ գնահատականի պետք է լինի հոգացություն, ուշադրություն եւ աշխատանք։